Պայծառատես Անի Գրիգորյանը դեմ առ դեմ հաղորդման շրջանակներում կանխատեսում էր դերասանուհի Պաուզա Անոյի, նույն ինքը Նարինե Ոսկանյանի ապագան։ Վերջինս խոսելով Նարինե Ոսկանյանի ապագայի մասին նշեց, որ նրան երկար կյանք է տեսնում, բայց մահը լինելու է հեռուստացույցի դիմաց նստած։ Նա պարզաբանեց, որ Նարինեին հանգիստ ու խաղաղ մահ է տեսնում։ Վերջինս խոսեց նաև Նարինեի ընտանիքի անիծված լինելու մասին, նշելով, որ եթե ամուսնություններ, ապա միայն բաժանության ելքով։ Իսկ Նարինե Ոսկանյանը հավելեց, որ այո, պայծառատես Անի Գրիգորյանը ճիշտ է նշում, քանի որ եղբայրն ամուսնացել է 3 անգամ եւ ամուսնալուծվել, իսկ ինքը պարզապես չի կարողացել ամուսնանալ։ Հավելենք նաև, որ Նարինե Ոսկանյանը հաղորդումից հետո կիսվել էր իր տպավորություններով, նշելով, որ պայծառատես Անի Գրիգորյանի վերաբերմունքից եւ նրա բացահայտումներից ոգեշնչված է։ Նա նշել էր, որ չի հավատում պայծառատեսներին, սակայն Անի Գրիգորյանը փոխել էր իր մտածելակերպն ու մոտեցումը պայծառատեսներին, որովհետեւ Անի Գրիգորյանի ասած ցանկացած տող համապատասխանում էր իրականությանը։ Ուրեմն մի քանի օր առաջ շատ հետաքրքիր բան կատարվավ հետս։ Ուշ եմ ասում, որովհետև Հիվանդ Պարկաձեի դրա համար տեսքսեմ չէր վիդեոենելու։ Շատ հետաքրքիր բան կատարվավ հետս։ Ուրեմն ես սաղ կյանքս էքստրասենսի, բախտակուշագի, պայծառատեսի, այս բաների սաղ կյանքս չեմ հավատացել։ Ես ասում հավատացող մարդ եմ։ Հա, հաստորեն ես խառնեի պայծառատեսն ու բախտակուշագը իրար։ Բայց այս վերջերս հանդիպեցի մի հատ հրաշք մարդու։ Երևի 80% իրան ճանճեք կա, Անի Գրիգորյան, պայծառատես։ Հետնել գմրեցի այ մարդ, իմ զեմլակս։ Երեխեք, ես ուղղակի ապշած եմ։ Ես կյանքիս մեջը սաղ բախտագուշակների վրա խնդացել եմ սխալ քսե, չեմ հավատաց այդպես բաների, բայց ինչ որ հաղորդում էր, հաղորդման բերումով հանդիպա Անի Գրիգորյանին ու ես ապշած մնացի ինչի համար, հա ինքը նախ սաղ անցյալս պատմեց, հլը մի կողմից վերցնեմ, որ իմ սաղ անցյալս սաղալամ աշխարհը գիտի։ Ես հիվանդ եմ, հիվանդ չեմ, երեխա եմ ունեցել, չեմ ունեցել, մամաս հիվանդ է, պիտի սաղ աշխարհը գիտի։ Բայց Անի Գրիգորյանը ինձի ըմպես բաներ ասեց, որ մեկ ես ինձի պրիզնատ չեմ կրնակամ այդ բաները, էլի, այսինքն այդ բաները ես գիտեմ ու իմ հոգիս։ Աշխարհում ոչ մի մարդ, այն ամենամոդիկ մարդս այդ բաները չգիտե։ Ես չեմ սիրել ցույց տանել իմ բոլոր, ես իմ գաղտնիքներս կամ խնդիրներս, բայց Անին ըմպես բաներ բացահայտեց, որ դա մենակ ես գիտեի։ Ես պես զարմացած նայեցի իր վրա, թե սաղ չի գովուրդից գիտես կամ բանը, ախր կամ բանը ես հազիվ գիտեմ։ Ու ես իրոք հավատացի իրան, երեխեք ջան, իրոք հավատացի, որտեվ չհավատալու բան չկար, որովհետև էլիքսը մի կմպես բաներ բացահայտեց, որ ես ինձի վախենամ կպատմեմ, գիտեմ մենակ ես, ժողովուրդ ջան, ու դրանով ես հետևություն անեցի, որ այո, ճիշտ կսեին, որ Անի Գրիգորյանը լավագույն պայծառատեսն է, այդ ես ինքս համոզվեցի, բայց ուրիշ ինչ բացահայտեցի, որ Անի Գրիգորյան պայծառատեսը շատ լավ պայծառատես է, դա տնեմ մեկում, բացահայտեցի շփվա, ահագին շփվա ու շարունակում եմ շփվել Անի Գրիգորյան մարդուն, մարդկային տեսակը Անի Գրիգորյանի, իրա մարդասեր տեսակը, իրա նրբանկատ տեսակը, իրա այն բարի, ազնիվ, անկեղծ, ես ճիշտ նշած այդպես մարդ իմ կյանքիս մեջ այդ չափի անկեղծ մի հոգու եմ հանդիպել, որը մի թեմս նստած այդ վիդեոն կնկարե, իմ շատ լավ ընկերուհիս է, իմ ճուտիկս է, ես պես անկեղծ ու նրբանկատ մարդ երբեք չէի հանդիպել, երեխեք ստեղ կարևոր ինձ հիմար արժեքն է մարդկային արժեքը, ես էլի կսեմ Անի Գրիգորյան պայծառատես տնեմ մի կողմ,
Չնայած, եթե կուզեք պայծառատեսի մոտ էշտակ, անպայման Անիի մոտ գնացեք, որտեվ ինքը չի խաբենք, ամեն ինչ ճիշտ կսե։ Բայց Անի Գրիգորյան մարդը, այդ չգիտեմ ինչ ձևի նկարագրեմ իրան, այսօր գնացեք, ծանոթացեք, թող ինքը ասի ձեր անցյալն ու ներկան եւ ամենակարևորը ապագայի համար ինձ լավ բաներ է, որից երկու հատը կատարվել է արդեն։ Ասեմ գիտենակ ընկերներ ջան, Անի Գրիգորյան պայծառատես եւ լավ մարդ։ Անի Գրիգորյանի խոսքը մեր օրերում շատ սպասված է։ Այդ իսկ պատճառով հրապարակում ենք նախորդ տեսանյութերից մի քանիսը առանց մեկնաբանության։ Ողջունում եմ ձեզ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Մենք չենք կարող գտնել մեր զույգը, մեր բախտը, մեր երկրորդ կեսը եւ հաջող տրվող հարցեր թե Տիգին Գրիգորյան, ինչպես կարելի է անել, որ ընտանիքում ունենանք մեր սերը, գտնենք մեր երկրորդ կեսին։ Մեզ ինչ է հարկավոր։ Մեզ հարկավոր է ոսկյա այսպիսի մատանի, տեսեք, այն որ լինում է նշանի մատանին։ Մեզ հարկավոր է մաքուր ջուր, մեզ հարկավոր է մեր սիրելիի նկարը, իսկ եթե սիրելի չունենք, ուղղակի կտրում ենք այսպիսի երկու հատ սիրտ եւ սրտի մեջտեղը ուղիղ մեջտեղում գրում ենք մեր անունը, իսկ եթե չունենք սիրելի, այստեղ գրում ենք թող այս տարի ամուսնանամ եւ այս մեր ոսկե մատանին բերում ենք ջրի մոտիկ, գցում ենք ջրի մեջ եւ ասում ոնց մարդն առանց ջուր չի ապրում, մարդն առանց այրուն չի լինում, եկեղեցին առանց սուրբ ջուր չի կարող լինել, այդպես էլ թող ես այս թվի, այս տարվա մեջ գտնեմ իմ երկրորդ կեսին, եթե տղա է բնականաբար ասում է աղջիկան գտնեմ, իսկ եթե աղջիկ է բնականաբար ասում է գտնեմ իմ երկրորդ կեսին իմ տղամարդուն, որ իմ համար մինչև մահուկերեսման հոգ կտանի եւ ասի հետեւյալ խոսքերը, մատանին հանի ջրից եւ ասի հետեւյալ խոսքերը, ոնց Ադամը գնաց Եվայի հետևից, այդպես էլ թող ասու կամոք ապագա իմ կողակիցը միշտ գա իմ հետևից, ամեն, 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 այնուհետև վերցնում ենք մեր երկու այս սրտիկները եւ կարմիր այսպիսի վասկովի մոմով կաթացնում ենք ամբողջ սրտիկի մեջ այնքան մինչև մեր անունը եւ ամբողջ սիրտը փակվի մոմով, այնուհետև թողնում ենք, որ մի քիչ ինքը սառի, սառելուց հետո այսպիսի երկու սրտիկները կպցնում ենք իրար, այսպես, թե բնականաբար ինքը պետք է մոմապատված լինի, որպեսզի ձեր ժամանակը չչարաշահեմ ու մի 2 ժամ մոմ չհալացնեմ, ուղղակի այսպես ցույց եմ տալիս։ Եվ այս մատանին, այս սրտիկի հետ այսպես պահում ենք մեր պահարանում, որպեսզի այս թվի ու այս տարվա մեջ մենք գտնենք մեր սիրելիին ու մեր բախտը։ Անպայման մոմը պետք է լինի կարմիր, պետք է լինի վասկովի, իսկ այս ջուրը մենք լցնում ենք մեր շորերի վրա եւ թողնում ենք, որ իրեն չորանա ոչ արտուկով, ոչ արևին տան պայմաններում։ Հետո նոր հագնում ենք շորը։ Իսկ ես պայծառատես Անի Գրիգորյանս պատրաստ եմ 24 ժամ յուրաքանչյուրի լսել, օգնել, հասկանալ։ Պարզապես կարող եք զանգահարել 077 49 48 28 հեռախոսահամարով կամ կարող եք զանգահարել 098 80 89 30 հեռախոսահամարին։ Ես մեծ սիրով կօգնեմ ձեզ եւ թող ամենակարևորը բոլորդ գտնեք ձեր սիրելիներին եւ բոլորդ մեկիդ ասեք արի լինենք երջանիկ։ Ողջունում եմ ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ ջան եւ պետք է յուրաքանչյուրիդ ասեմ թե ինչպես կարելի է անել, որ խուսափեք ընտանիքում գումարի կորուստից։ Շատ հաճախ երբ որ մենք գնում ենք խանութ, մեզ տալիս են, այսպես ասեմ, պարգեր, որի մեջ կա շաքարավազ եւ սկսում են այդ շաքարավազի բերանը կապել։ Ոչ թե դիդավորյալ են անում, այլ անկախ իրենիցից մարդիկ կապում են, չէ՞, բերանը։ Մենք պետք է խնդրենք վաճառողին, որ ինքը չկապի, այնպես տնենք, որ չթափվի, որովհետեւ յուրաքանչյուր կապ անելուց մենք արդեն մեր տուն բերում ենք կաբանքներ։ Կամ այսպես ասեմ, եթե որևիցե տուփ, արգղեր, ինչ որ դատարկ բաներ մենք տունը հավաքում ենք եւ մեկը մյուսի մեջ դնում ու պահում ենք, մենք արդեն տուն բերում ենք։ Դադարգություն։ Կամ շատ հաճախ լսում եմ, որ ասում են երեկոյան ուշ ժամ էր, հարևանիցս աղ ուզեցի, մի քիչ տվեց, մի քիչ հաց ուզեցի, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, չի կարելի երբեք տան աղը, հացը, պեսոկը
Եվ ամենակարևոր բաներից մեկը ավելը, տալ ուրիշի կամ թողնել կամ թափել։ Եթե մեզանից խնդրում ենք աղ, անհարմար չի, մենք կարող ենք գումարը տրամադրել, որպեսզի կողքի անձնավորությունը գնա առնի, կամ եթե մտածում ենք, որ կվիրավորվի, կարող ենք անմիջապես խանութից աղը, հացը վերցնել եւ տալ տվյալ անձին, բայց մեր տան աղն ու հացը երբեք չի կարելի ուրիշի տալ, որպեսզի մեր աղն ու հացը չպագասի, իսկ ավելը ինքը հանդիսանում է տան հաջողությունը։ Շատ առաջներում, շատ հաճախ, եթե տանը եղել են աղջիկներ, որոնք պսակված չեն եղել, այսպես ասեմ, այն երշտիգներ, որ ասում են, տան կտուրի մասին է խոսքը գյուղերում, այնտեղ ավել են կախել, որպեսզի իմանան, որ տվյալ տունը կա չպսակված աղջիկ։ Ավելը մեծ խորհրդանիշ ունի, չի կարելի ավելը այսպես թարս պահել, որովհետև հաջողությունը թարս եկնում չէ, շատ հաճախ մենք լվացնում ենք ավելը եւ այսպես ներքևի հատվածով այդպես դնում ենք ջրի մեջ, ասում ենք թող լավ լինի, ջրի մեջ լինի, չէ, չի կարելի։ Մենք արդեն մեր տան ամբողջ հաջողությունը այնպես ենք անում, որ ինքը դեպի դուրս գնա։ Յուրաքանչյուր այսպես մանրունքի վրա պետք է ուշադրություն դարձնենք։ Չի կարելի տուն բերել պայք, այդ նույն նալն է, որ կախում են այսպես տան վերևի հատվածում, դրավերևի եւ ասում են նալը պայտը կախեցինք, որպեսզի ինքը հաջողություն բերի։ Չէ, ժողովուրդ ջան, կամ փուշ կախեցինք, որ աղջի ջան, գիտես, ինձ հարևան ունենք, որ ինքը ահավորվածն է, իր աչքից, իր անավթից ամեն ինչ վերանա։ Դու արդեն քեզ բերում անեծքի տակ ես գցում, կամ շատ հաճախ սոխեր, սխտորներ, ասեղներով խփում եք դռանը, այդ ամեն ինչը թողնում ենք, որպեսզի մենք ունենանք անթիվ ու անհամար գումար, հաջողություն, երջանկություն, վերցնում ենք սովորական մեր ծորակի ջուրը, լցնում ենք բաժակի մեջ, մի կդալ պեսոկ կամ մաքուր մեղրը լցնում ենք եւ ասում ենք, ոնց մեղուն առանց մեղր չի կարող ապրել, մարդն առանց ջուր չի լինում, այդպես էլ թող Հիսուսի կամքով հաջողությունը, գումարը, երջանկությունն ու բախտը ինձանից, իմ ընտանիքից հեռու չգնա։ Կեսը խմում ենք, իսկ կեսը լցնում ենք մուտքի դրա դիմաց, բայց անում ենք երեկոյան, որպեսզի երբ որ առավոտ զարթնենք, մեր դրա դիմացը մաքրենք, մեզ ոչ ոք չտեսնի։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, հետևեք իմ YouTube-յան ալիքին եւ կբացահայտենք միասին յուրահատուկ գաղտնիքներ։ Իսկ ես, Պայծառատեսանի Գրիգորյանս, պատրաստ եմ 24 ժամ օգտակար լինել բոլորիդ։ Պայծառապես կարող եք զանգահարել 077 49 48 28 հեռախոսահամարով կամ կարող եք զանգահարել 098 80 89 30 հեռախոսահամարներին։ Ես մեծ սիրով ու ջերմությամբ կօգնեմ ձեզ։